Հապկում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշում կայացնելու համար կոնսենսուս կպահանջվի, հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ Վիկտոր Վասիլևը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է, որ հարցն ամենայն հավանականությամբ կքննարկվի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Քաղաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում։ Նրա խոսքով ՀԱՊԿ բյուջեի պարտքը չվճարելու դեպքում կիրառվում է կառույցի կանոնադրության 25-րդ հոդվածը, որը ենթադրում է պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջարկելու իրավունքի, ինչպես նաև կառույցում ձայնի իրավունքի կասեցում։ Դեֆակտո նման իրավիճակ է արդեն ավելի քան 2 տարի, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին քարտուղարությունում քվոտային պաշտոններում, ինչպես նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ Միացյալ շտաբից, հավելել է պաշտոնյան։ Որքան ուժեղ ու անկախ լինեն նախկին Խորհրդային Միության երկրները, այնքան Ռուսաստանի համար դժվար կլինի վերադառնալ նրան, ինչն արդեն քանդվել է, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Այս գլուխկոտրոկում առանցքային դեր է խաղում Ուկրաինան։ Ռուսները ցանկանում են կոտրել մեզ։ Եթե դա հաջողվեր, ապա հաջորդը կլինեին հետխորհրդային տարածքի մյուս երկրները, հավելել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա համոզմամբ Ուկրաինան պետք է ամուր հարաբերություններ կառուցի անկախ Ադրբեջանի հետ։ Մենք աջակցում ենք ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ճիշտ այնպես, ինչպես այս տարի երկարատև դադարից հետո վերականգնեցինք կապերը Հայաստանի հետ, ասել է Զելենսկին, կարևորելով նման հարաբերությունների պահպանումը։ Միացյալ Նահանգները հակամարտում է Իրանի դեմ եւ այդ հակամարտությունը շատ լավ հանգուցալուծում կստանա, ինչպես Վենեսուելայի դեպքում, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Կարծում եմ գուցե ինչ-որ բանի հասնենք, ես ցանկանում եմ նրանց հնարավորություն տալ մինչև վերջնական գլխատումը։ Շատ բարդ է անել այն, ինչ պլանավորել ենք, կտեսնենք ինչ կլինի։ Ես կնախընտրեի խոշոր հարձակում չսկսել այդ երկրի դեմ, մանրամասնել է ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տան ղեկավարը կրկնել է, Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտնել է, որ Թեհրանի հետ ուղիղ բանակցությունները շարունակվում են, թեև իրանական կողմը հերքում է այս պնդումը։ Երեք պատրաստվում էինք նրանց շատ ուժեղ հարված հասցնել, ամենաուժեղը, սակայն այս պահին մենք բանակցում ենք եւ հենց Իրանի խնդրանքով։ Այդ գործընթացին աջակցում են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, նաեւ ուրիշները, մանրամասնել է ԱՄՆ նախագահը։ Նա նախազգուշացրել է, սա գործարքի գնալու Իրանի վերջին հնարավորությունն է։ Նաեւ Թրամփը վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցն ամերիկյան ուժերի վերահսկողության տակ է եւ Վաշինգտոնը թույլ չի տա Թեհրանին վճար սահմանել նեղուցով նավերի անցման համար։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը Դաշնության երկնքում ոչնչացվել է ուկրաինական 320 անօդաչու թռչող սարք։ Ըստ գերատեսչության թիրախում են եղել Վոլգոգրադի, Լիպեցկի, Նովգորոդի, Ռոստովի եւ այլ մարզեր, նաեւ Ղրիմը։ Մոսկվայի մարզի արդյունաբերական գոտիներից մեկում հրդեհներ են բռնկվել, կան զոհեր եւ վիրավորներ։ Լենինգրադի եւ Թվերի մարզերում կրկին Wildberries ընկերության օբյեկտներ են հարձակման ենթարկվել։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Զոհեր կան Բելգորոդի շրջանում։ Ռուսական զորքերն էլ հարվածել են Նիկոլաևին եւ Սումի վնասվել են բնակելի շենքեր։ Հայտնի է զոհերի եւ վիրավորների մասին ավերածություններ կան Օդեսայի մարզում։ Ռուս-ուկրաինական զարգացումները մեկնաբանել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա հերթական անգամ հայտարարել է, որ բանակցությունները ընդհատվել են Կիևի մեղքով։ Մոսկվան պատրաստ է քննարկել կառուցողական առաջարկները, այդ թվում շփումների ձևաչափի վերաբերյալ, ընդգծել է Գալուզինը։ Սակայն փոխնախարարի խոսքով դեռ որևէ արժեքավոր առաջարկ չեն ստացել արևմուտքից։ Ռուս պաշտոնյանը նաեւ շեշտել է, տնտեսական ճնշումները չեն ազդի Ռուսաստանի վճռականության վրա։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ տարաձայնություններ ունի Դոնալդ Թրամփի հետ Գազայում կարգավորման մեխանիզմների հարցում։ Բենյամին Նեթանյահուի խոսքով մինչև Գազայի հատվածի վերականգնմանն անցնելը Համասը պետք է լիովին զինաթափվի։ Ավելի վաղ ամերիկյան կողմի նախաձեռնած խաղաղության խորհուրդը հաստատել էր, որ Համասը պաշտոնապես պարտավորվել է զինաթափվել, ինչին կհաջորդի Գազայից ցահալի դուրսբերումը։ Իսրայելից հայտարարել են, որ դա չի բխում հրեական պետության շահերից եւ ռազմական գործողությունները պետք է շարունակվեն, մինչև Համասն ամբողջությամբ չեզոքացվի։ Գազայում չդադարող հարձակումների եւ Իսրայելի դիրքորոշման ֆոնին Եգիպտոսը, Թուրքիան եւ Կատարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, դատապարտելով իսրայելական կողմին հրադադարը խախտելու համար։ Այս երկրները կոչ են արել Իսրայելին ապահովել քաղաքացիական անձանց, բժշկական անձնակազմի եւ մարդասիրական առաքելությունների պաշտպանությունը, նաեւ հորդորել միջազգային հանրությանը ճնշում գործադրել հրեական պետության վրա։ Համասը եւս հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների նպատակն է խոչընդոտել միջնորդների, այդ թվում ԱՄՆ վարչակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Պաղեստինյան շարժումը կոչ է արել միջնորդներին անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Դիանա Գասպարյան, լուրեր։